Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, հետախույզի օրագիրն է FM 106 եւ 5 հաճախականությամբ, կամ դուք մեզ դիտում եք գործարար Ալիքի լրատվական ռադիոյի թվային հարթակներում, առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Վովա Վարդանովն է, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում, ողջույն հրամանատար։ Ողջույն։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում երևի թե մեկ շաբաթ նույնիսկ կարող է մի փոքր ավել, մենք լսում ենք, որ ամերիկյան նավատորմը եւ այլ զորատեսակի ներկայացուցիչները մոտենում են Իրանին, Միացյալ Նահանգները ավելի շատ ավելացնում է անձնակազմ Իրանի սահմաններին մոտ գտնվող իր ռազմակայաններում, մի խոսքով աշխարհը սպասում է Իրանի վրա հարձակման։ Իրանն էլ կարծես թե չի ընկրկում, ասում է, որ ինքը պատրաստ է դիմակայելու եւ պատրաստ է պատերազմելու։ Ի վերջո կլինի այդ հարվածը թե չէ, ոնց եք կարծում։ Հետի դե բանը Տրամպի ուղեղի մեջ այսօրով մտնելու հասկանալ ինքը ինչ կոզի, ինչ կանի։ Եթե իհարկե իր ցանկություններով լինի կհարվածի, բայց ինքը քիչ թե շատ զսպող բաներ ունի։ Կողքը կառույցներ եւ մարդիկ ունեն, որ կարող է զսպեն։ Իրանը իհարկե ինքնասպան չի եւ լավ հասկանում է, որ բանակցելն ու բարիշելը հաստատ ավելի լավ է, բայց ինքը նաեւ գիտակցում է, որ բարիշել ծնկի կանգնած եւ ասենք ձեռքերով ոտքերը գրկած Ամերիկայի դա ձև չի։ Եվ դրա համար ինքը ուժացուցադրում, պատրաստություն է տեսնում, որ հարվածի ամերիկյան այդ ստացիոնար տեղակայված զորամասերին եւ բազաներին հետնել 100%, հիշենք տասնյակ տարիներ, երևի մի 20 տարի անընդմեջ ինքը զարգացրել է իր մասկիտնի նավատորմը, մասկիտի այդ մանր մոծակներն են տրոպիկ, ասենք զոնաներում, ասենք ջունգլիներում, որ այնքան շատ են, որ չգիտես որին սատկացնես, էլի մոծակը արունախում մի հատ ճտտում ես, իսկ մասկիտները շատ են ու իրենց սատկացնել հնարավոր չի։ Դրան ասում են մասկիտային նավատորմ, մանր նավեր, որոնք որ լուրջ վնաս ամեն մեկը իր հերթին չի կարող հասցնի, բայց իրար հետ միասին նույնիսկ կարան ավիակիր խորտակեն իր, ասենք, օժանդակող մնացած նավերով։ Նախ հասկանանք, որ Աբրահամ Լինկոլնը, որը մոտենում է, արդեն չի բացառվում։ Խոսքը նավի մասին է, սիրելի ռադիոլսողներ։ Ավիակիր խումբ է իր շուրջ, բավականին հզոր, Երևակայի ամենահզոր ուղեկցող նավերի խումբն է։ Ինքն էլ ամենահզոր ավիակիրն է պատմության մեջ, կարելի ասել նմանը չունեցող, բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծում մոտենալով այդ արաբական ծովին ու արդեն ինքը այդ տարածքում է։ Նախ հասկանանք, որ ստացիոնար բազաներն էլ Ամերիկային թույլ էին տալի, որ իրանք հարվածեն, օրինակ Դիեգո Գարսիա կղզին, որը էլի այդ նույն տարածքում է, Անգլիայի եւ Մալդիվյան կղզիներից մեկն է, որը Անգլիան չի հանձնել անկախացնելուց այդ կղզիները, եւ այդ տարածքում անգլիացիք եւ ամերիկացիք համատեղ այդ կղզին օգտագործում են ավիաբազա ունենալով, այդտեղ եղած, ասենք, այդտեղ իրա գտնվելը թույլ է տալի հեռու ռմբակոծիչները ստրատեգիական, որ գան ռմբակոծեն Իրանը, հələ մի 2-3 հատ էլ մանևր անեն, վերադառնան կամ գնան հասնեն Եվրոպա իջնեն։ Ու նույն ձևով, ասենք, Եվրոպայից կարան գան ռմբակոծեն, առանց շատ մանևրերի շարունակեն դեպի, ասենք, Հնդկական օվկիանոս, այդ արաբական ծովը։ Դա բավականին վտանգավոր իրավիճակ է, բայց մենք պիտի հասկանանք նաև sense մի բան, ինչքան էլ ռմբակոծեն, այդ սերբական վարիանտը, որը բավականին անմարտկային ձևով անցկացվեց, ես նկատի ունեմ 99 թվականին, երբ որ Սերբիան ռմբակոծում էին, դրա համար, որ ինքը իր ինքնիշխան տարածքից զորքերը հեռացնի Կոսովոյից, հիմա մարդիկ կան, որ կասեն Կոսովոն անկախ է, Կոսովոն դրանից հետո անկախացավ այդ անմարտկային ռմբակոծությունների արդյունքում, որովհետև զորքերը պահպանելու խնդիր ուներ Սերբիան եւ զորքերը քիչ թե շատ հետ քաշեց, մենակ մի քիչ հյուսիսում ներկա եղավ եւ այդ կարծեմ K4 կոչված ՆԱՏՕ-ի ուժերը
ներթափանցեցին Կոսովոյին հնարավորություն տվեցին, որ ինքը հռչակի իրեն անկախ։ Հայտ էլ մի հատ ուշադիր եղեք, էլի ասենք բարի արևմուտքը Կոսովոյին հնարավորություն տվեց անկախանալ, զորքերը մցրեց եւ օգնեց անկախանալ, իսկ 30 տարվա Արցախի անկախությունը արհամարեց ու ոչ մի ձևով չնպաստեց, որ այդ անկախությունը ամրացվի։ Նույնը վերաբերում է իհարկե Ռուսաստանին, էլի Ռուսաստան, արևմուտք, բան այդ սաղ բանը գաղութատերեր են մեր նկատմամբ սպառողի հոգեբանությունով ու ուրիշ բաներ ակնկալել պետք չի, էլի ասենք իրանցից։ Հիմա եթե վերադառնանք ամերիկյան նավատորմին 80 հատ ռմբակոծիչ Ավրահամ Լինկոլնի վրա, ուրեմն միջերկրական ծովում մի հատ էլի նավատորմ կա, ավիակիր խումբ, ավելի շուտ, այդ ավիակիր խումբը կարծեմ Թեոդոր Ռուզվելտն է, էլի իրեն հարակից նավերով, որ իր անվտանգությունն են ապահովում, իրանք սենց խաչաձև կրակ կարող են բաց թողել ինքնաթիռներով եւ հրթիռներով Իրանի վրա, բայց Իրանը դրանից չի պրծանի։ Իրանը մեծ տարածություն է, բավականին մեծ բնակչությունով, 90 միլիոն է այսօրով գնահատվում Իրանի բնակչությունը, որից 8 միլիոն իր աշխարհազորն է, Բասիջ կոչված է։ Հիմա Բասիջը արևմտյան լրատվամիջոցները այս մի ամիսից ավել վարկաբեկում են, ասելով, որ Բասիջը մարդկանց էր կոտորում, ցուցարարներին, ինչը իրականությանը չէր համապատասխանում։ Անվտանգության ուժերն են արել, ասենք, միտինգի մեջի պրովոկատորների եւ միգուցե իրոք ամբոսների դեմ 30,000 զոհի մասին է խոսքը գնում։ Կապ չունի, դա 30,000 պրովոկատոր չի լինում։ Ես ինչ եմ ասում, պրովոկատոր եւ հնարավոր է իրական ապստամբներ, ասենք, որոնք որ այդ ամեն ինչին համամասնակից են եղել, իրենց հետ պայքարելա ոչ թե Բասիջը, դա կեղծ նարատիվ է, որը կերծրել են ժողովրդին, հասկանալով, որ Բասիջը լուրջ վտանգ է, պարտիզանական պատերազմի հիմքը կարա դառնա, եթե օկուպացիոն ուժեր ներթափանցեն Իրան։ Այ դրա մասին է ուզում խոսեինք։ Ակնկալում եք, որ գետնին էլ է օպերացիա լինելու։ Կարծում եմ իրենց չհաջողվեց Բասիջի ողնաշարը կոտրել, նայեք, ուրեմն անվտանգության ուժերը Իրանում պայքարում էին, ասենք, միտինգների եւ ասենք ամբոստությունների դեմ, բայց չգիտես խի միտինգները հաճախ անվտանգության ուժերի վրա ուշադրություն չդարձնելով գնում էին Բասիջի շտաբերը եւ հենակետերն էին ոչնչացնում։ Դա նախորոք պլանավորված գործողություններ էին, որոնք որ աշխարհազորի դեմ էին ուղղված։ Հիշենք Իրաքի, ասենք, տարածք ներխուժելը կոալիցիոն, ասենք, ուժերի 2003 թվականին, ինչ տեղի ունեցավ։ Ուրեմն բանակը, քանի որ Սադամ Հուսեյնը իրական ոչ ժողովրդավարական ղեկավար էր, ինչը չի կարելի ասել Իրանի մասին, որտեղ Իրանը մշտապես, ես չեմ գովք չեմ անում, էլի, ուղղակի փաստեր եմ բանանում ու մեր քաղաքացիների մի մասը հաճախ մի աղբյուրից է օգտվում ու կարա այդ ամեն ինչը չիմանա, էլի։ Ուրեմն Իրանում իրական ընտրություններ են տեղի ունենում, թե տարածքային, թե հանրապետական, եւ պարտադիր չի, որ այդ երկրում, ասենք, ղեկավարի իրանացի պարսիկ այս պահին, ասենք, Ռաղբարը, այատոլլաների գլխավորը ազգությամբ թուրքալեզուական թուրքա, ազարի, Խոմեյնիին եւ նախագահան Բժիշկյանը կամ Պեզեշկյանը, կեսով քուրդ է, եթե ես չեմ ազգությամբ ազարի է, то есть թուրքա, մայրն է իր քուրդ։ Իսկ այնտեղ, ասենք, հայ իշխանությունը, այո, ծագումը հայրն է ոնց որ որոշում, էլի, ասենք, ինչ ազգությամբ, ինչ ազգի է պատկանում։ Կարճ ասած, այդ երկիրը այնքան էլ այտենց չի, ոնց որ ներկայացնում են այն լրատվամիջոցներում, որից հիմա բավականին շատ ենք օգտվում։ Ես նկատի ունեմ այն լրատվամիջոցները, որոնք պատերազմի հիմք են նախապատրաստում, աջակցում են հատուկ ծառայությունները Իսրայելի, Ամերիկայի, Արևմտյան, ասենք, որոշ երկրների։
Հիմա բանը Բասիջը 8 միլիոն է գնահատվում։ Եթե այդ Իրաքի բանը հաշվի առնենք, որ բանակին խփեցին եւ դիմադրությունը պրծավ, ամենակիչը մի տարի դիմադրություն չկար։ Բանակը գլխատվել էր։ Բասիջը թույլ չի տա, որ թե բանակը գլխատվելուց ու ոչնչացվելուց, թե քսիրը բանը հեղափոխական պահապանները ոչնչացվեն, Բասիջը թույլ չի տա, որտեվ Բասիջը ժողովրդի մեջ ներծծված, կարելի ասել բնակչության 10%-ը ու խառը այնպես չի, որ Բասիջի անդամ միայն ասենք իրանացիներ են, ազարիներ են, նույնիսկ բելուջներ կան, իմիջայլոց այս բանը բունտերի ժամանակ Բասիջը ակտիվ գործողությունների չդիմելով, երբ որ Բասիջի վրա հարձակումներ սկսեց, որոշ հավաքագրումներ տեղի ունեցան եւ իրենք սկսեցին ուղղակի պաշտպանել իրանց հենակետերը։ Որ չոչնչացվեն, ասենք, ապստամբների կամ պրովոկատորների կողմից, էլի, ասենք, չհրահարեն ժողովրդին, որ Բասիջի շտաբերը եւ ասենք հենակետերը ոչնչացվեն։ Կարճ ասած, իրանք ռեսուրսը իրենց պահպանել են եւ ամենակիչը, եթե ջախջախիչ հարված լինի զինված ուժերի վրա, որի մի մասը նաեւ քսիրն է, իրենք տարբեր հրամանատարություններ ունեն, բայց ամենայն դեպս դա ընդհանուր զինված ուժերն է, էլի, ասենք, Իրանի։ Այ Բասիջը իրենց օժանդակող է հետնել առանձին անկախ պարտիզանական պատերազմ վարելու ունակը։ Այդ ամեն ինչը հասկանալով արևմուտքը Բասիջն է վարկաբեկում այս տարիներին, բանը քսիրին դադարեց գրեթե վարկաբեկել, անցավ Բասիջի վրա, իսկ Բասիջը թույլ չի տա, որ ցամաքային օպերացիան պարադի նման անցնի, էլի։ Եթե լինի ցամաքային օպերացիա։ Ով է սկսում ցամաքային օպերացիան, բանը այն ուժը, որը որ չափում ձևում է, նախապատրաստում այդ ամեն ինչը, այդ չափելու մեջ, ասենք, կա նաև, ասենք, բանը օկուպացիայի ենթարկվելու, ասենք, բանը թեկնածու երկրի ներսի ռեսուրսները, այդ թվում նաև ռազմական ռեսուրսները։ Դե երբ որ ասենք այդ ամեն ինչը գնահատվում է, կարծում եմ ռեալ գնահատելու դեպքում իրանք կփորձեն այնտեղ անցկացնեն Լիբիայի սցենարը, որովհետև Հարասլավիայինը չի անցնի, որ ռմբակոծեն ու իշխանությունները քանդվի պետությունը, իշխանությունները փոխվեն, դա չի անցնի, ցույց տվեց կես տարի առաջվա բանը, հիշում ենք, չէ, որ գլխատվեց գլխավոր շտաբը, մի քանի այատոլլա սպանվեց, քսիրի, ասենք, բան այդ հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարություն ոչնչացվեց, կարելի ասել, մի քանի օր տևեց այդ խառնաշփոթը, իսկ միգուցե ոչ թե խառնաշփոթ, այլ ինֆորմացիա չուներ արևմուտքը, որ ինչ սցենար է հիմա տեղի ունենում, մի քիչ բանը փոշին նստավ եւ տեսան, որ արդեն ուրիշ մարդիկ են զբաղացնում այդ պաշտոնները, իսկ իրանք նույնիսկ կարող է զբաղացնում էին 1 վայրկյան հետո սպանվելուց հետո, ասենք, տարբեր պաշտոնյաների։ Կարճ ասած, Իրանը պետությունը կառուցելուց լուրջ ինստիտուցիաներ է ստեղծել զինված ուժերի, ասենք, տարբեր բաղկացուցիչներից, որոնք ուղղակի վարի չեն գնալ, այդպես բան չկա։ Բայց եթե հանգար զինված ուժերը ոչնչացվեն, պարտիզանական սարսափը իրենց սպասում է։ Դրա համար իրանք կփորձեն Լիբիայի սցենարը, երբ որ արևմուտքը ռմբակոծեց եւ ոսկի ավանակը ուղարկվեց Լիբիա, տարբեր ուղղությունների վրա եւ ապստամբների խմբեր ձևավորվեցին եւ Կադաֆի միակ հենակետը դառավ իր հարազատ սիրտ քաղաք կա, տենց էլի։ Մնացածը բոլորը պայքարում էին իր դեմ, իսկ իրան սպանելուց հետո, գազանաբար սպանելուց հետո տեղի ունեցավ Լիբիայի տրոհում պատերազմ բոլորի դեմ, որը կամաց-կամաց ստաբիլիզացվել է, հիմա երկու գլխավոր ուժ են պայքարում, բայց չի նշանակում, որ մի քիչ ներքև տուարեգների եւ բեդվինների, ասենք, ցեղերը չունեն իրար հետ հարցեր եւ այլի հարցեր չունեն։ Դե նայեք, հիմա ասենք Սիրիայում Սիրիան էլ չէ, ասենք, ռմբակոծվեց, բան, ասենք, չստացվեց իրանց մոտ ամբողջությամբ ոչնչացնել միանգամից ոնց որ Լիբիան, որովհետեւ այնտեղ բանը Ռուսաստանը եւ Թուրքիան ինչ-որ դիրքեր զբաղացրեցին, ասենք, Չինաստանը նաեւ Չինաստանը իհարկե,
բայց համար պայքարի, ասենք, հետևանքով 14 տարի հետո ստացվեց Սիրիան ամբողջությամբ, ասենք, բան անել էլի, վերաձևավորել եւ բանը, այդ կառույցը, որը շատ վայրենի դաշտային, ասենք, հրամանատարներ ունեին, հիշենք այդ Ջեփխեթան Նուսրայի հրամանատարներից մեկի զինվորի վրայից, ասենք, մարմնից լյարդի հանելն ու ծամելը կամերայի առջև էլի, ասենք, դա Ջեփխեթան Նուսրան էր, դա այս Ջուլանի զորքն է, բայց արևմուտքին երևի պետքա որ իրանք լինեն եւ չլինեն ինչ որտեղ Ռուսաստանի հետ խաղեր տվող կամ ասենք թեկուս Թուրքիայի հետ նույնիսկ սերտ աճած այս բանը զինված ուժերը որ բան կան Թուրքիայի հետ էլ շատ չսերտանան, որտեվ Թուրքիան այն փուճուր հատվածը որ կա, որ Կոբանի եւ Ղամիշլի արանքը տուրկոմանների բնակեցված հատվածը, որ թուրքական զորքերը բան էին արել, հիմա կարծում եմ իրանք նշ չի էլի այդ տարածքը ներթափանցելով այսօրվա Սիրիայի պետական բանակային պետության ուժերը, բանակը չեմ կարծում որ թուրքերը ամբողջությամբ այդ տարածքը իրենց հետ կտան, որովհետեւ այդտեղ տեղակայված է այդ ազատ սիրիական բանակը, որը Թուրքիայի հովանու ներքո է գտնվում, կարելի ասել Թուրքիայի նույնիսկ պրոքսին չի, անմիջապես զինված ուժերն են, ուսում կտենանք, որ Թուրքիային չեն թողել շատ ուժեղանա Սիրիայում։ Հրամանատար տենց նմանատիպ մաստատման սցենար երևի թե Պարսկաստանի համար էլ ունեն, չէ՞ իրանք։ Այսինքն այնպես չի, որ երբ որ իրանք ժողովրդավարություն բերեցին Պարսիկ ժողովրդին եւ նույնիսկ երբ որ շախի հետնորդները, Փելևիները վերադառնան, արևմուտքը այս սահմաններում է տեսնում Պարսկաստանը։ Ինքը չափից մեծ է ըստ իս արևմուտքի համար։ Հնարավոր է նույն սահմաններում լինի, հնարավոր է իր համար նախատեսել են շվեյցարական բանա այնց սցենար, ընդ Բելուջիստան, առանձին ֆեդերալիզացիայի կոնֆեդերատիվ բան։ Մենք չգիտենք, էլի ռեալի մեջ նման հարցեր շատ գաղտնի են լինում, նույնիսկ այն այսպես կոչված ինսայդները միշտ չի, որ ասենք դեզինֆորմացիա չեն իրականում կամ միտումնավոր տրամադրող ինֆորմացիա չի էլի, նույնիսկ եթե հերկում են, չեն հերկում կամ մեղայականով են հանդես գալի, չի բացառվում, որ այն որ ասում է կաներեք որ sense բան ենք մտածել, հենց ինքն էլ ասենք հրահանգելա, որ նման ասենք ուծեշկեք լինեն էլի։ Կարճ ասած, բանա պետությունները, որոնք որ մի քիչ ավելի պետության են նման եւ քիչ թե շատ ինքնուրույն են խաղում, իրենք լուրջ գործիքակազմեր ունեն եւ օգտվում են իրենց գործիքներից։ Հիմա քրդերին ոնց որ ասած փորը տվեցին, հանձնեցին այդ Ջեփխեթան Նուսրայի ղեկավարած սիրիական բանակին, բայց դա անես չի էլի որ չմտածված քայլ է։ Շատերը կարծում են այտենց ստացվեց, բան կարդում են որոշ մեկնաբանություններ, էքսպերտների եմ լսում։ Այտենց ստացվեց, որովհետև անսպասելի հարված էր, դա լավ էլի, ռուսական, ասենք, բան այդ Վագներները, Սլավյանսկի լեգիոն այդ բաների հետ, այն որ գնում էին Դերզորի, ասենք, ցեղասպանված հայերի ոսկորների վրա դրած այդ նավթահորերին տեր կանելու շատ արագ էլի sense մի քանի ուղղաթիռ մի տասնյակի չափ հելան ինչ պետք էր արեցին 200-ից 500 հոգի սպանեցին այդ սլավոնական ասենք այդ երևի թե միաժամանակի ամենաշատ զոհերն էր չէ որ մի մարտում ռուսները ունեցան սիրիական կամպանիայում այո ամենաշատն էր բայց իրանք զինված ուժերից չէին այո իրանք մասնավոր ռազմական կազմում բայց դե լավ հասկանում ենք չէ որ ռազմական այդ մասնավոր կառույցները երբեք առանց պետության հա դե ինքնագլուխը չեն գնաց այդտեղ հրամանով է անգրագետներ երբ որ ոմային ասում էին ինքը Վագներա Վագները պետությունից ստացած տանկերի հաշվին ասենք Վագներ Էդի ժողովրդին խափում էին զուտ մեր մեջ ասենք կոնկուրենցիա տեսնելով էլ ասենք Չէ Վագները ռուսական հետախուզության ստեղծած կառույցն է այդտեղ քննարկելու բան չկա ինքը չլիներ դա
բայց ինքը կարար ուղղակի մեծ մարդկանց հանգույցը բացալներ, չգիտեմ, sense շատ մարդկանց միջև իրանց պետությունը չզինի, զինված ուժերը չզինեն, չի լինում այդպես Վագներներ, էլի, դա կապիկություն է։ Եվ Միացյալ Նահանգներում այդպես, եւ Ռուսաստանում այդպես, եւ Ֆրանսիայում ամենայն հավանականությամբ այդպես։ Այդ ամեն ինչը այդպես է ու շատ երկար արևմտյան, ասենք, երկրներում, նախքին սովետական միության տարածքում դա նոր երևույթ է, մոտ 20 տարեկան, բայց այնտեղ ասենք 50, 60, 70, հիշենք վերջապես, ասենք, որ Կոնգոն սեփականություններ Լեոպոլդ Թագավորի ինքը բանակ չէր կարող այնտեղ ուղարկել, այնտեղ մասնավոր, ասենք, զինվորներն էին։ Հիշենք, որ Հնդկաստանը գրավեց մասնավոր, ասենք, իր սեփական զինված ուժերը ունեցող վեստ հնդկական, ասենք, ընկերությունը, որը շատ անմարդկային վերաբերմունքով աչքի ընկավ, որը կոմերցիոն կառույց էր ի վերջո Վեստինսկի կամպանիան, հա։ Իր չվեկայով, իր security-ով, անվտանգության զորքերով, ասենց ստիպված եղավ բանը Եվրոպայի տատիկը Վիկտորիա Թագուին, ասենք, այդ իրանց գազանությունների պատճառով եւ լրատվամիջոցներում մի քիչ շատ այդ սիպայների ապստամբություններից հետո որոշ նկարներ հայտնվեցին, ֆոտո չէ երևի ձեռով նկարած, այդ վաղտերի ֆոտո էլ չկար, ինքը բանը պետականացրեց այդ հիմնարկել, ասեմ։ Հրամանատար մեր գործողությունները ակնկալվող պատերազմում Այսինքն ես ոնց կարծում եմ, հա, Հայաստանում ոնց որ թե դրա մասին այնքան էլ չի խոսվում։ Մենք ավելի շատ հակված ենք քննարկել ներքաղաքական իրադարձությունները, սպասվող ընտրությունները, բայց ի վերջո մեզ համար Իրանը սահմանակից պետություն է, կարևոր պետություն է, մի կողմ դնենք, որ նաև իհարկե մենք ինչ-որ այդ ժողովրդի հետ հարաբերություններ ունենք։ Հայաստանի Հանրապետության վնասներից եթե խոսանք, հենց խառնվեց մեր մոտ վնասը։ Որովհետև Վրաստանով գրեթե ոչինչ բան չի գալի Հայաստան, ու շատ քիչ բան է գալի։ Նկատի ունեմ անվտանգության հետ կապված բաները։ Ամբողջը գալիս է Իրանից։ Մեր կալիբրը, բանա, գլխավոր հրետանու կալիբրը 152-ից 155 անցնելու իմաստը էր, որ Իրանով բերվի, ասենք, Հնդկաստանի արտադրած եւ արևմտյան, կարճ ասած, բայց Իրանով գա։ Եթե Իրանը փակվի, այդ բավականին թանկ process-ը, երբ որ մի կալիբրից մյուսի վրա է անցնում, դառնում է անարդյունավետ, դա դառնում է հիմարություն։ Բայց դե ինչ արած, այտենց ստացվեց, հա։ Կարճ ասած, մեզի ձեռ չի տալի ոչ մի կերպ, որ Իրանում խառնվի, կարա ձեռ տա, որ ընդ շահը լինի, այո, կարա ձեռ տա, որ ասենք իսլամական չլինի, այո, կարա, բայց նա, բանա, sense որ նայում ես, էդի առանց դիմադրության հնարավոր չի։ Դիմադրություն դա նշանակում է արդեն բերուցիզացիա չէ, արդեն լիբանիզացիա, հա, լիբանանացում, հա, լիբիացում, Լիբանան այլ Լիբիա, այո։ Իսկ Լիբիայում նայեք ինչ է կատարվում, Աֆրիկայի ամենահրաշք պետություններից մեկը, ինչքան էլ ասենք էքսցենտրիկ ղեկավար ուներ, ուղղակի հիշենք, որ $65,000 այն թվականներին նորաստեղծ ընտանիքներին անվարձահայտույց, ասենք, փողեր տրամադրվում, բիզնես սկսելու բանը 20 քանի հազար ուղղակի նվեր էին տալի ցանկացածին, ով ասում էր, ես բիզնես եմ ուզում սկսեմ։ Էլ չեմ ասում Սահարայից, ասենք, այդ հսկայական ստորգետնյա լիճը գտնելը եւ փորձելը, ասենք, կանաչ բան դարձնի այդ անապատը, կարճ ասած հրաշք երկիր էր, մի քիչ էքսցենտրիկ, մի քիչ բանը մի քիչ էլ արնախում էլի ընդունենք հրամանատար հիմա ոնց որ այնքան էլ Կադաֆին էլ բարի պտուղ չէ։ Իր արնախումությունը եղել է այս ապստամբությունից կոչված եւ արևմտյան բանից հարցակումից շատ ավելի շուտ, ինքը վերջի 10-15 տարին շատ հանդարտ ղեկավար էր, շատ հանդարտ, մանավանդ երբ որ բանում այդ Շոտլանդիայում ընկած ինքնաթիռի դատավարությունը եղավ եւ ինքը համաձայնվեց այդ իր հետախույզներին հանձնել արևմտյան, ասենք, արդարադատությանը եւ կոմպենսացիաներ վճարել, ինքը դրանից հետո հանդարտվեց, ինքը դադարեց իռլանդական, ասենք, այդ բանը ապստամբ ուժերին պարապացնել իր տարածքում, ինքը դադարեց Պաղեստինի, ասենք, ուժերին, կարճ ասած, ինքը կամաց դառավ շատ ցիվիլ մի երկու հատ ճիլոտի ուտելով, էլի։
հետո այնքան էլ հիմար չէր, երբ որ երկբևեռ էր երկրագունդը, Սովետ եւ Ամերիկա, ինքը մեկին sense գրկախառնել մեկ մյուսի հետ, ինքը կարար այդ խաղերը խաղար, բայց երբ որ Սովետը վերջացավ, ինքը եզրեր էր փնտրում բարիշելու հաղթող կողմ արևմուտքի հետ, այդ սառը պատերազմում, եւ գտավ այդ եզրերը։ Իր վրա հարձակումը ընդհանրապես խոշոր խաղացողին վերացնելու մասին է խոսքը, ոնց որ Հարասլավյան։ Դե այդտեղ շատ վարկածներ կա, այդտեղ ինչ որ փողի հաշիվ կար Ֆրանսիայի հետ, կա Ֆրանսիայի նախագահի հետ կապված, մահանաներ էին, դա առիթներ էին, իրականում խոշոր խաղացողին վերացնելու, որ ասենք դիմադրություն չլինի ոսկե միլիարդ կոչվածին։ Հարասլավյան իմաստը ո՞րն էր, ինքը նույնիսկ Ստալինի ժամանակ արևմուտքի հետ ախպերություն էր անում Յոսիֆ Բրոզ Տիտոն։ Հարասլավյանի ոչնչացնելը ինչ իմաստ ուներ, խոշոր խաղացողին վերացնել։ Խոշոր խաղացողներին այնքան էլ ցանկալի չէ, այ Իրանը եթե տրոհելու ցանկություն ունենան իր ռեսուրսները այդ խոշոր խաղացող հետագայում, չգիտեմ, տասնյակ տարիներ հետո խոշոր խաղացող դառնալու ցանկությունը արմատախիլ անելու նպատակ է էլի հետապնդում։ Իրանի հետ կապված մեր մոտ որոշ աշխատանքներ պիտի արվեն միանշանակ, պիտի պետությունը ամենակիչը ուժեղացնի այնտեղ հսկողությունը սահմանամերձ շրջաններում իհարկե։ Ու ոչ միայն ասենք հայ-իրանական սահմանը, այլ նաև տասնյակ կիլոմետր դեպի Նախիջևան ոչ թե ուժեղացնի զինվորական հատվածը, այլ նաև ասենք փախստականներին ընդունելու իմիգրացիոն ծառայություն, փրկարարներ։ Ամեն դեպքում ինչ որ հոսքեր են գալու, չէ՞, որտեվ չի բացառվում, որ ասենք ներթափանցեն Նախիջևան եւ աշտեկվեն դեպի ասենք Հայաստանի Հանրապետություն, նույնը ասենք Կովսականի հատվածն է, որը որ որոշ մեր ասենք անհեռատես մարդիկ Զանգելան են կոչում, այսօր եկուց երևի Ստեփանակերտին Խանքենդի կասեն Հայաստանում որոշ մարդիկ։ Կարճ ասած, պիտի ուժեղացնես փրկարարների աշխատանքը այդ տարածքում, գոնե հիմքը դնես, վրաններ տեղափոխես, չբացես, իմաստ չունի, ասենք դեռևս, բայց վրաններ տեղափոխես, որոշ հարթակներ պատրաստես, ինչի՞ չէ նաև հողային աշխատանքներ անես, էքսկավատորները փոսեր անեն, որ ասենք կարողանաս էպիդեմիաներից խուսափելով, ասենք սեպտիկ փոսեր ունենալ, բժշկական ծառայությունը ուժեղացնի միանշանակ, որովհետև վիրուսոլոգիան այնտեղ սանիպետկայանը ահագին գործ կա անելու այդ ուղղությամբ, որովհետև գալու են մարդիկ, որոնք որ ուրիշ բնակլիմայական պայմաններում ուրիշ վիրուսների հետ են պայքարել եւ այնտեղ հաջողությամբ իրանք պայքարել են, իսկ գալու են այդ վիրուսները զարգանան բարենպաստ պայմաններ Հայաստանի, ասենք բնակլիմայականի մեջ գտնելու։ Կարճ ասած, հսկայական աշխատանք է, որը որ նախորոք պիտի արվի։ Հակառակ դեպքում կլինի ինչպես միշտ, էլի, որ սկսեց ու գնաց, այնտեղ դագոնք ու վարչապետը հայտարարի, այնտեղ 30 հոգի հավաքվեք, դարեք ջոկատ բանցած։ Իչեք փախստական դիմավորելու բան, հա։ Այդ նախորոք չաշխատելու հետևանք էր, հիմա նույն բանը կլինի, ասենք Իրանում այդ մեծ փորձությունները Իրանի գլխին, որ ասենք այդ կացնի տեսքով ֆրֆռում է եւ ընկնի գլխին, շատ մարդկանց հոսք է լինելու։ Մենք լսել ենք, չէ՞, դրա մասին, որ Բաքվի թուրքերը իրենց սահմանը փակ են պահում արդեն երկար տարիներ։ Այո։ Եվ իրենք այդ աշխատանքները արել են, բայց ոչ թե վրաններ, բան, այլ զորքեր կբերեն, որ ավելի պինդ մնա սահմանը, մարդկանց չընդունես։ Իսկ մենք կարանալու ենք մեզ այդպես բան թույլ տանք։ Չենք կարենալու սահման փակել։ Հիշենք պաղեստինյան փախստականներին որոշ երկրներ չընդունելը, դա ուր տարավ հասցրեց։ Երբ որ Հորդանանում, ասենք, թագավորական ընտանիքը որոշեց Պաղեստինի բանի հետ, Յասեր Արաֆատի կառույցի հետ պայքարել, ուրեմն Լիբանանը չուզեցավ իրենց ընդունի, ստիպված ընդունեց, որովհետև ինչ անես, դնես թնդանոթներով կոտորես, չկարացավ, բայց մնաց բանը չար հիշողություններ եւ քաղաքացիական պատերազմը չի բացառվում, որ եթե գլխավոր բանը չէր, ասենք Լիբանանի պաղեստինցիների նկատմամբ վատ վերաբերմունքը, ինքը ոնց հիմնասյուներից մեկն էր այդ, որ բանը քաղաքացիական պատերազմը սկսեց ու առեսօր կարելի ասել չի վերջացել։
դա լուրջ խնդրի է բերում, ասենք այն կարգի երկրներին, որոնք որ այդ ռեսուրսը չունեն լինեն մեծ։ Այդ փոքր ասենց կուր պետությունները անգամ ասենք չեն կարող դիմադրեն նման հոսքերի։ Սինգապուրի վրա մի քանի անգամ լուրջ հոսքեր ա եղել, երբ որ խառնվել էր Ինդոնեզիայի կողմից եւ Մալայզիայի կողմից երկու ալիքներ էր, կարծեմ Սուկարնոյի ժամանակ էր, որ այդ Յանիմ սոցիալիստը, ասենք, այնտեղ ինչ-որ կիսագենոցիդներ էր անում, դա հազիվ մարսեց Սինգապուրը, շատ հազիվ մեծ ճամբարներ կառուցելով ընդ ճահճուտ տարածքներում, բայց մի կերպ ընդ Անգլիայի, Ամերիկայի օգնությամբ մի կերպ մարսեց, ու ես զինվորական օգնության մասին չեմ մենակ խոսում, հա անգլիական եւ ավստրալիական ՍԱՍ-ը այնտեղ բաներ անում, ռեյդեր էր անում, հետախույզ դիվերսանտներին ոչնչացնում էր Ինդոնեզիայի, բայց այն փախստականների մեծ հոսքի հախից գալն էլ մեծ ռեսուրսներ էր, որ Սինգապուրը այդ ժամանակ հաստատ չէր ձգի, հիմա կարող է ձգի, լուրջ հարուստ երկիր է, բայց այն վաղ մի կերպ դրա հախից եկավ անգլիացիների եւ ամերիկացիների օգնությամբ։ Մենք պիտի նախապատրաստվենք նման ճգնաժամերին։ Սիրելի ռադիո լսողներ, մենք շարունակելու ենք ամեն դեպքում հետևել Պարսկաստանի շուրջ իրադարձություններին բոլոր տեսանկյունից, կփորձենք հասկանալ հնարավոր պատերազմի հետևանքները տնտեսական, քաղաքական եւ իհարկե ռազմական տեսանկյունից Հայաստանի Հանրապետության համար։ Սա հետախույզի օրագիրներ, հաղորդման հեղինակը Վովա Վարդանովը առաջին խոսափողի մոտ էր, Դավիթ Խումարյանը ձեզ համար երկրորդ խոսափողի մոտ էր աշխատում։ Շարունակեք լսել գործարար ալիքը, բաժանորդագրվեք մեր թվային հարթակների։ Այսօր այսքանը։ Տեսություն։